Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Պատմությունը պարզապես անցյալ չէ, դա մեր ինքնության խորտ արմատը չէ, այլ մեր մտածողության, մեր քայլերի, մեր որոշումների հիմքը։ Մեր հաղորդաշարի ընթացքում ձեզ ենք ներկայացնում մեր ժողովրդի անցյալի կարևոր դրվագները, ոչ միայն հիշելու, այլև հասկանալու, ոչ միայն վերհիշելու, այլև վերլուծելու, ոչ միայն հպարտանալու կամ ափսոսալու, այլև սովորելու։ Որովհետև այս պատմությունները դարերի խորքից լուռ, բայց վճռական մի բան են ասում, դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագադ։ Պատմությունը միայն անցյալ չէ, այն հիշողություն չէ միայն, այն մեր ձայնն է ժամանակի միջով, մեր ուղին գծված արցունքով և արյունով, հույսով և հավատով։ Այսօր, երբ վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ թե միայն այն, ինչ եղել է, այլև այն, ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն ուզում է հիշեցնել, որ ոչ ոք չի պատմելու մեր պատմությունը մեր փոխարեն։ Ուրեմն եկեք ընկալենք, հասկանանք և ապրենք այն դասերով, որ թողել է անցյալը մեզ որպես հիշեցում, որպես զգուշացում և որպես հույս։ Անցյալը միայն ժամանակագրություն չէ, դա զենք է, զրահ է, ուղեցույց է։ Մենք ենք մեր պատմությունը, սա մեր պատմությունն է դասով, հուշ է ուղերձով, հաղորդում է գիտակցությամբ։ Քանզի, եթե մենք չհասկանանք մեր պատմությունը, ուրիշներն են այն գրելու մեր փոխարեն։ Եվ այսպես դուք դիտում եք մենք ենք մեր պատմությունը։ Հաղորդաշարը մեր պատմության կարևորագույն իրադարձությունների մասին է, պատմությունը հասկանալու և դասեր քաղելու նպատակով։ Այսօրվա մեր պատմությունը նվիրված է Վարդանանց հերոսամարտին։ Կա մի պայքար, որ չի ավարտվել պարտությամբ, անգամ եթե դրանում զոհվել են նրա առաջնորդները։ Կա մի ճակատամարտ, որի արդյունքը չի որոշվել զենքով, այլ ոգով, և կա մի անուն Վարդան Մամիկոնյան, որը դարերի խորքում դարձավ մի ժողովրդի դիմադրության խորհրդանիշ։ Այսօր կխոսենք այն ժամանակաշրջանի մասին, երբ Հայաստանը պաշտոնապես կորցրել էր իր թագավորությունը, բայց չէր կորցրել պետական կամքը, հոգևոր ինքնությունը և ազատ ապրելու ձգտումը։ Դա 5-րդ դարի Հայաստանն էր, մարզպանության ժամանակաշրջանը։ Ու թեև թագավոր չունեինք, բայց վստահաբար ունեինք պետականություն, հոգևոր և քաղաքական ինքնուրույնություն։ 428 թվականին Հայաստանը կորցնում է թագավորությունը։ Երկիրը դառնում է Սասանյան Պարսկաստանի մարզպանություն, բայց դա միայն վերնաշերտն էր։ Փաստացի Հայաստանը պահպանում էր ինքնավարություն։ Հայ նախարարները մնում էին պաշտոնների վրա, հայոց սպարապետը բանակի ղեկավարն էր, հարկերը մնում էին նույնը, մեծամասամբ ազգային ինքնության պահպանման հիմքերը մնացել էին կանգուն։ Սակայն այդպես երկար չէր կարող շարունակվել։ Երբ Սասանյանները լուծեցին արտաքին խնդիրները, նրանց աչքը նորից ընկավ Հայաստանի վրա։ Նպատակը պարզ էր՝ վերացնել հայերի քաղաքական և կրոնական անկախությունը և Հայաստանը վերածել սովորական նահանգի։ Պարսից արքա Ազգետ II-ը սկսեց Հայաստանում բարձրացնել հարկերը, սահմանափակել հոգևորականության իրավունքները, քայլեր ձեռնարկել նախարարական դասը պառակտելու համար։ 449 թվականին հայ նախարարներից պահանջվեց, որ ուրանան քրիստոնեությունը և ընդունեն զրադաշտականություն։ Սա արդեն ուրիշ մակարդակ էր։ Այստեղ ոչ միայն պետականությունը, այլև հոգևոր ինքնությունն էր վտանգված։ Արտաշատում հավաքված հայ նախարարները մերժում են պարսից հրամանը։ Պարսիկները փորձում են ճնշում գործադրել։ Վարդան Մամիկոնյանին, Վասակ Սյունին և այլ նախարարների հրավիրում են Տիզբոն, բացատրություն տալու։ Հայ նախարարները խուսափելու համար հաշվեհարդարից արտաքուստ ընդունում են զրադաշտականություն և վերադառնում են Հայաստան։ Բայց մինչ այդ հայ հոգևորականությունը միավորում է ողջ ազգին։ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնում, տարբեր վայրերում, անգղ, զարեհավան, պարսից մոգերը բախվում է ժողովրդի համար դիմադրությանը, սպանվում է
պարսկական մոգերի մի մասը։ Հավատափոխության ծրագիրը ձախողվում է։ Հայ նախարարների շրջանում կրկին սկսում են քննարկումներ։ Արդեն խոսում է ոչ միայն դիմադրության, այլև հայոց թագավորության վերականգնման մասին։ Բնականաբար թեկնածուներ կային Վարդան Մամիկոնյան, Սպարաբեդ, ազգագից Արշակունիներին, Վասակ Սյունի, Մարզպան, մեծ ազդեցություն ունեցող տոհմից, Վահան Արձրունի, մեկ այլ ազդեցիկ նախարար, սակայն այստեղ ներհայկական պառակտումը դարձավ Սասանյանների հաղթաթուղթը։ Վասակ Սյունին չհամաձայնեց զիջել իշխանությունը Մամիկոնյաններին, պարսիկները դա հիանալի օգտագործեցին։ Նրանք սկսեցին խոստումներ տալ Վասակին, խոստացան ներում, արտոնություններ, թագավորություն։ Այսպես Վասակ Սյունին հեռացավ ապստամբությունից, չնայած որ նա նախկինում մեծ դերակատարում է ունեցել հայոց պետականաշինության գործում, բայց այդ ամենը փոխվեց, երբ նրան ավելի կարևոր թվաց Տիզբոնում պատանդ պահվող որդների կյանքը, անձնական իշխանությունը, ինքնավստահության պակասը հզոր Պարսկաստանի դեմ պայքարում։ Վարդան Մամիկոնյանը մնում է պայքարի միակ առաջնորդը։ 450 թվականին Խախաղի ճակատամարտում նա ջախջախում է պարսկական զորքին։ 451 թվականի մայիսի 26-ին հայոց բանակը մոտ 66,000 հոգի հանդիպում է պարսկական զորքի գերակշիռ ուժերին Ավարայրի դաշտում։ Հայերն ունեին հավատ, հայերն ունեին Վարդան, հայերն ունեին նպատակ՝ պաշտպանել հավատքը, տունը, ինքնությունը։ Որն էր Ավարայրի ճակատամարտի դասը։ Ճակատամարտում Վարդանը զոհվում է։ Զոհվում են մեծ թվով նախարարներ, բայց պարսիկներն ավելի շատ են կորցնում։ Իսկ ամենակարևորը, նրանք չեն կարողանում հաղթել հայերին։ Հայերը չպարտվեցին, բայց ժամանակավորապես հաղթանակել չեղավ։ Սակայն ամեն ինչ հենց նոր էր սկսվում։ Պարսիկները չկարողացան կրոնափոխություն իրականացնել, ինքնավարությունը պահպանվեց, հայրենիք վերադարձվեց հայկական հեծելազորը, որը գերության մեջ էր մնում Պարսկաստանում։ Նվազեցվեցին հարկերը։ Վարդան Մամիկոնյանի մահը վերածվեց անմահության։ Հայոց եկեղեցին սփացրեց նրան եւ նրա զինակիցներին։ Դարեր անց մենք նշում ենք Վարդանանց տոնը որպես գերագույն ազնազոհության օրինակ։ Որն է այս պատմության դասը եւ ուղերձը։ Այս պատմությունը միայն անցյալ չէ, այն ուղիղ կապ ունի մեր ներկայի հետ։ Ուսուցանող մի քանի մեծ ճշմարտություն։ Ազգը հաղթում է ոչ թե քանակով, այլ գաղափարով։ Ներքին միասնությունը պետության ամենամեծ զենքն է, իսկ պարակտվածությունը հաղթական ուղի է բացում թշնամու առաջ։ Պարտված ճակատամարտը կարող է ծնունդ տալ հաղթական սերնդի։ Այսօր էլ մենք վտանգների առաջ ենք, գաղափարական, աշխարհաքաղաքական, արժեքային, եւ այսօր էլ կան ուժեր, որ փորձում են մեզ ներսից պարակտել, խոստումներով, շահերով, կեղծ խոսքերով, բայց ընտրությունը մերը պետք է լինի։ Մենք պիտի որոշենք հանուն անկախության զոհվել եւ ամահանալ, թե հետևել կեղծ խոստումներին եւ դավաճանել մեր ազգային ոգուն։ Վարդան Մամիկոնյանի պայքարը ոչ միայն այն ժամանակի, այլև մերօրյա հայության համար է օրինակ։ Նա պարզապես չի կանգնել ժողովրդի հավատքի համար եւ հայրենիքի կողքին, այլ դարձել է ազատության, հպարտության, պայքարի խորհրդանիշ։ Ինչպես Ավարայրում, մենք նույնպես պատրաստ պետք է լինենք կանգնել եւ պաշտպանել այն արժեքները, որոնք մեր ժողովրդի սրտում երբեք չեն մարում։ Ի վերջո, մենք ենք մեր պատմությունը։ Նվիրումով եւ հավատով ապրած ծերունները չեն մոռանում իրենց ժողովրդի զոհողությունները։ Հետևաբար, նույնիսկ երբ թվում է, թե անհույս է, մենք պետք է հիշենք, հոգու ուժը կարող է հաղթել ցանկացած փորձություն։ Հայոց պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական եւ ողբերգական իրադարձություններով, այլև խոր եւ հավերժ մնացող դասերով։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարը նպատակ ունի վերաշարադրել կարևոր դրվագներ, բայց ոչ միայն պատմելու համար, այլ վերլուծելու, հասկանալու, ինչու այդպես եղավ, ինչ հետևանքներ ունեցավ, եւ ամենակարևորը, ինչ դասեր կարող են քաղել այդ փորձից եւ փորձությունից։ Քանի որ պատմությունը մեր ուսուցիչն է, պետք է դասեր քաղել, ոչ թե կրկնել նույն սխալները։ Դասը սովորողը հեշտությամբ հաղթահարում է փորձը, իսկ չսովորածը կրկնում է սխալը։
Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Ստեսություն։